Տարածաշրջան ավելի լայն սահմաններով, քան ամիսներ առաջ էր եւ որտեղ այդ սահմանները դեռ փոփոխվելու, իրավիճակն էլ ավելի սրվելու միտումներ ունեն։ Ուկրաինական ճգնաժամի ազդեցությունը տարածվում է աշխարհամասի բոլոր անկյուններում, իսկ կայունության նշաններ դեռ չեն նկատվում։ Փոխարենն ուրվագծվում է հետխորհրդային շրջանի պատմության ավարտը, որի առաջին ծիծեռնակը 2008-ի վրացական ճգնաժամն էր։ У меня ощущение того, что Украина будет. Վստահ չեմ, որ Ուկրաինան առաջիկայում կկարողանա վերստեղծվել որպես գործող պետություն, բայց հենց այդ պետությունը եւ այնտեղ տեղի ունեցող զարգացումներն են խիստ որոշիչ մեր տարածաշրջանի համար։ Կովկաս ինստիտուտի տնօրենի դիտարկմամբ Ուկրաինայում պայքարը միայն Ուկրաինայի համար չէ եւ այդ պայքարի հնարավոր ելքերից մի քանիսն անհանգստացնում են դրա ազդեցության շառավղում գտնվող երկրներին։ Այդ թվում մեր հարևաններին, որոնք հերթական անգամ հավաքվել են Թբիլիսիում, իսկ Թուրքիայի նախագահն այնտեղ մեկնելուց առաջ հստակեցրել է Ադրբեջանի եւ Վրաստանի գործընկերների հետ հարավային Կովկասի կայունությանը վերաբերող հարցեր են քննարկելու։ Ադրբեջանական մամուլն էլ արդեն տեղեկացնում է, Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Բաքուն, Անկարան եւ Թբիլիսին ապագայում կապահովեն Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը։ Վրաց-թուրքական, ադրբեջանական այդ երակող համագործակցությունը լուրջ նոր փոփոխությունների չեն բերի։ Գյուլը Թբիլիսիում է նաև պաշտոնական այցով։ Վրաստանի կախվածությունը թուրք-ադրբեջանական տարի ներկայությունից փաստվում եւ ընդգծվում է ամեն նոր հեկի կառուցման հետ։ Իրավիճակը շտկելու փորձեր սկսել են ձեռնարկվել Իվանիշվիլիի քաղաքական կարիերայի սկզբին զուգահեռ, բայց դրա պես ավարտվելու միտում չունեն։ Այնպես չէ, որ միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ են նրանք փորձում լավ հարաբերություններ ունենալ, նույնը տեղի ունենում նաև Հայաստանի հետ, Հայաստանի պարագայում, ինչպես նաև Ռուսաստանի հետ կարող եմ ասել նույնը։ Ռուսաստանի դերը եւս փոխվում է նաև Մոսկվա, Արևմուտք, Մոսկվա, ԱՊՀ հարաբերությունների ձևաչափը։ Հնարավոր վերադասավորումներին սպասելով այդ ուղղության եւ կառույցի անդամներից մի քանիսը պարզապես ոչինչ չեն ձեռնարկում։ Մյուսները գնում են տրամաբանական, որոշներն էլ չհիմնավորված քայլերի։ Օրինակ ադրբեջանա-իրանական հարաբերությունների ջերմացման իմիտացիան եւ Իսրայելի արտգործնախարարի Բաքվին սթափեցնող այցը։ Довольно динамично меняется политическая ситуация вокруг региона. Տարածաշրջանի շուրջ իրավիճակը բավական դինամիկ է փոփոխվում եւ Ադրբեջանի անհանգստությունը նկատելի է։ Բաքվի նյարդային ջղաձգումները ակտիվության փորձերով դրսևորվում են ամենուր։ Ավելորդ ակտիվության եւ այսպես ասած էներգիան սպառելու միջոցներից մեկն էլ Ադրբեջանի համար Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի դեմ սկսած հիստերիան էր։ Конечно же, Минский процесс. Իհարկե, Մինսկի խմբի գործունեությունը կփորձեն պահպանել, ինչ որ առաջարկներ կանեն։ Իսկ պետք է սպասեն Միացյալ Նահանգների արձագանքին, որն ըստ իս կլինի բարձր մակարդակով։ Նույնիսկ հենց Warlick-ի պատասխանի տարբերակը չի բացառվում։ Բացառված չեն նաև ամբողջ տարածաշրջանում նոր մարտահրավերները։ Փորձագետների դիտարկմամբ արդեն ապրում ենք նոր աշխարհում, նոր կանոններով։ Անի Ավետյան, Արթուր Հունանյան, ժամը լրատվական։